Արտարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը հրաժարվում է մեկնաբանել Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որով Սարգսյանը կոչ էր անում լրագրողներին մոռանալ իրենց հանդեպ գործադրված բռնությունները։ Փոխնախարարը նաև վստահեցնում է, որ Սարգսյանի խոսքում որևէ իրավական նորմի խախտում չկա։ Նախագահի խոսքը դա ուղղված էր կոնկրետ հասարակության որոշակի խմբին։ Բայց կոչը մոռանալ, եթե Աստված մի արածը ինչ-որ մեկին, օրինակ ձեզ նման դեպատե դուք կոչ ուղեներեք եւ մոռացեք, դա ինչքանով նպատակարար է։ Ես չկարող մեկնաբանել նախագահի ուղերձը։ Դուք ինքներդ ընկալեք, որտեղ դա կոնկրետ հասարակական որոշակի խմբին էր ուղղված այդ կոչը։ Շնորհակալություն։ Սասնա Ծռեր զինյալ խմբավորման առաջնային նպատակներից էր Արցախի հարցում պարտվողական քաղաքականությունից հրաժարումը։ Արտաքին գործերի փոխնախարար Շավարժ Քոչարյանն անդրադառնում է այս պահանջին։ Տարածքներ զիջելու մասին երբևիցե խոսք չի եղել եւ չկա։ Օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Շավարժ Քոչարյանը կարծում է, որ Ղարաբաղյան հարցը հանդիպման ժամանակ չի շրջանցվի։ Փոխնախարարը վստահ է, միակողմանի զիջումներ չեն լինելու։ Շնշումը որն է, ցանկացած բանակցային գործընթացում միջնորդները փորձում են կողմերին բերել ընդհանուր հայտարարի։ Իսկ դա նշանակում է, որ իրենք կողմերից պահանջում են որոշակի զիջումներ, որպեսզի մոտեցումները մերձենան։ Սա շատ բնական է ցանկացած բանակցային գործընթացում։